Բարի գալուստ, Լուիս Քաստ, պոդկաստ, որտեղ փորձում ենք լույս սփռել ամբողջ անհասկանալին, էզոտերիկին, հոգու տարբեր ելևէջների բացահայտմանը, ինքնաճանաչմանը։ Ես Սվետլանա Ավագյան եմ, յոգայի վարպետ և ֆիզիկական կրթվածության դասախոս։ Այսօր իմ հյուրը Լիլիթ Ալեքսանյանն է, հոգեբան, աստղաբան, իմ ամենասիրելի աստղաբանը, և Ավրորա ինքնազարգացման կենտրոնի դպրոցի, այսինքն դպրոցի հիմնադիր։ Այո։ Ողջունում եմ քեզ իմ պոդկաստում, Լիլիթ։ Սա իմ երազանքներից մեկն էր քեզ տեսնել որպես հյուր։ Այսօր փորձելու եմ համենայն դեպս այդ ստանդարտ հարցերից դուրս գալ։ Արի հասկանանք ով է Լիլիթ Ալեքսանյանը և ինչու հենց աստղաբանության մեջ քո հոգեբանի գիտելիքները և մասնագիտությունը և հոգեբանության մեջ քո աստղաբանի գիտելիքները և մասնագիտությունը օգնում է մարդուն էլ ավելի մոտենալ ինքնաճանաչմանը և բոլոր բարդ հարցերի լուծումների փնտրմանը։ Կարծում եմ, որ աղբյուրը հենց մարդու ներսի եղածը շատ կարևոր է ինչ ունես ներսում, որպեսզի դրա վրա կառուցես քո կյանքի մնացած գիտելիքները եւ ուղին։ Դեռևս այն դարաշրջանում ենք ապրում, այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ մարդկությունը եւ կարծում եմ նորմալ մարդիկ չեն հարմարվում նրա հետ, որ մեզ տրված է ինչ-որ մի մասնագիտություն եւ դրա մեջ պետք է մենք անընդհատ մնանք եւ մեր կյանքի ուղին անցնի, շատերն են փնտրում նոր ուղիներ իրենց ճանաչելու եւ իմ դեպքում էլ այդպես եղել իմ սեփական հարցերի պատասխանները գտնելու ժամանակ, երբ որ ես կարողանում եի հասկանալ մարդու գիտակցությանը, ենթագիտակցությանը, անգիտակցությանը, որպես հոգեբան առհասարակ մարդու վարքագիծը այս աշխարհում ինչի հետ է պայմանավորված եւ ով է մարդը, բայց մարդ դիեզերք այդ երկխոսության մեջ իմ կյանքում եղավ մի շրջան, երբ որ ես կարողում էի այստեղ տեղին է կարծում եմ, որովհետեւ ես չէի հյուծվել, ես չէի կոտրվել, բայց ես հասկանում եմ, որ ես մի տեղում եմ, որտեղ պիտի չլինեմ ու անընդհատ ինձ վերևից ցույց է տալիս, որ դու քո տեղում չես, դու ինչ-որ մի բան պիտի փոխես, այն ինչ-որ դու անում ես քո համար չի, այն որտեղ դու գտնվում ես, սկսած ինքս իմ հետ հարաբերություններից, ավարտած անձնական կյանք, ընկերներ, շրջապատ, ուղի, ֆինանսներ, ճամփորդություններ, այսինքն ամեն ինչ sense խառնվել էր դարակներով եւ դեռևս 2012 թվականին է իմ առաջի քայլը եղել ոնց որ հետաքրքրությունը, բայց այդ ժամանակ ինձ sense շատ հետ պահեցի, որովհետեւ այսքան շատ չէր ինֆորմացիան, այսքան տեղեկացված չենք, այսքան գիտակից չենք։ Այո, ժամանակին հորոսկոպների տեսքով էր աստղաբանությունը, բայց ես sense առիթ ունեցա շփվել նման իրավիճակի հետ աստղաբանություն անունով, ես մտածեցի, որ դա ինչ-որ դեմ կլինի իմ կրոնին, որովհետև ես փոքրուց քնելու արթնացել եմ մանկական աստվածաշնչով, իմ մաման մեր զրույցները շատ այն մեջ կրթել այդ սեր Աստծո հանդեպ եւ ես եկա այն կետին, որ ինչ-որ բան ինձ սխալ տեղ է տանում, չէ, մի րոպե։ Իսկ 2016-17 թվականներ արդեն, որ նորից ոնց որ իմ դիմաց հայտնվեց տեսանելի շատ հստակ նորից այս գործիքը, ոնց որ անընդհատ ինձ բերում էր, ես երբ որ մոլորվում էի ինքս իմ հետ խոսում էի, ուղի էի փնտրում, անընդհատ իմ դեմ բերում էր այս ոնց որ այս գիտելիքը, որ միգուցե պետք է դա քեզ, միգուցե փորձես ուսումնասիրել, պրպտալ, ճանաչել, սկսել եմ մինիմալ այն երևույթներից, որոնք որ հիմա բոլորը կարողանում են ունենալ, հա, համացանցում ինֆորմացիան, որը որ իհարկե կապ չունի նրա հետ, ինչ որ ես սովորել եմ։ Այսօր մի շատ լավ բան էի ուսումնասիրում, նյութ էի ուսումնասիրում եւ այդ նյութի մեջ հենց խոսում էր ընդհանրապես կրոնի առաջ գալուն, հա,
Ինչպես գիտես, մենք բոլորս Աբրահամյան կրոնական գծի շարունակողներն ենք, եւ մուսուլմանությունը, եւ հուդաիզմը, եւ նաեւ քրիստոնեությունը։ Եվ բոլորի հիմքում հենց այդ մանկական կտակարանի մեջ նկարագրված բոլոր գեղեցիկ պատմություններն էին։ Իդեպ իմ ամենասիրելի գրքերից մեկն է նաեւ եղել, ոչ միայն այդ նկարազարդությամբ, այլ նաեւ այդ բոլոր պատմություններով։ Կարծում եմ շատ գեղեցիկ պատմություններ կան այնտեղ, որոնք քեզ որպես մարդ տեսակ թույլ են տալիս, որ դու զարգանաս, երբ հատկապես երեխա ես։ Ինչևէ, եւ այդ պատմություններից մեկը հենց Մովսեսին էր վերաբերում, փաստորեն ոչ միտեղ կամ գուցե գրված է, բայց իրականում Մովսեսը Եգիպտոսում մարդ է սպանում, որից հետո նոր 66 հոգու հետ Եգիպտոսից Սինայի կղզով փախնում է դեպի այդ տուն ավետարանյաց, հա, կամ Երուսաղեմ, այսինքն եւ ճանապարհին նրա մոտ նրանք ինչ են անում, այնտեղ ճգնում են, երկար ժամանակ հաց չեն ուտում, պատկերացնում ես ամբողջ անապատով անցնելիս, եւ ակացիայի ծառերի տերևներ բաներ են կերել, եւ ամեն մեկի մոտ տարբեր ձևով են եղել ազդեցությունը, եւ ասում են Մովսեսը այդ պահին բոլորին թողել է եւ գնացել է Սարը ու այնտեղ այդ բոլոր падգամները գրել է եւ ամենաառաջի падգամը, այսինքն ինքը իրենով հոգեկան բավականին ծանր ապրումների մեջ է եղել մարդասպանությունից հետո, որտեղ այդ մարդը, որին որ Մովսեսն էր սպանել էր հրեայի։ Ինչևէ, եւ այդ ամբողջի իմաստերն է, որ ամբողջս կրոն կոչեցյալը, որ մենք դուրս ենք բերել, նաեւ ներքին հոգեվոր ինչ որ սխալ անելու կամ ինչ որ ներքին տառապանքների արդյունքում դուրս եկած մի բան է։ Եվ ասում է հենց այդ ժամանակ Մովսեսը բոլոր իր падգամները գրում է եւ 10 падգամները հենց այդ պահին գրում է, որի մեջ ամենաառաջի կետը մի սպանիր։ Այսինքն մի սպանիր, մի վնասիր։ Դա նաեւ այլ կրոնական ուղղություններում եւս կան, մի սպանիր, մի վնասիրը։ Եվ նույնը նաև հավանաբար վերաբերում է մի գողացիր, մի շնացիր, չէ՞։ Մի քանի տեն սահմանափակումներ կան, որոնք ինչ որ ձևով մարդկանց տրվել են, բայց շատ դեպքերում մարդիկ չեն հասկացել, իսկ դրա արդյունքը ի վերջո ո՞րն է։ Այսինքն, գուցե ես դրա կարիքը չունեմ, գուցե ինձ հենց պետք է մարդ սպանել կամ ինչ-որ բան անել։ Ամեն մեկի մոտ շատ տարբեր է։ Եվ կարծում եմ, որ ամեն մեկս ներքուստ անկախ կրոնական падգամներից կամ բաներից այդ մարդասպանին ունենք մեր ներքուստ, հա, մեր ներսում այդ մարդասպանին ունենք, այո։ Եվ այ հենց կարծում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդիկ, իդեպ շատ մարդիկ կան, որ նաև խոսում են նրանից, որ մեծ հաճույք են ստանում շատ սպանություններից, հա, օրինակ այո, նույն բաների ժամանակ այդ Սիրինի այդ սերիական մարդասպաներին, որ նայում ես, ինքը ասում է, ես հաճույք է ստանում, հա, այսինքն ամեն զոհից հետո ավելի մեծ դրայվ էր գալիս, ավելի, այսինքն ինքը չէր մտածում, որ ինչ-որ վատ բան է անում։ Ըստ իրեն ինքը պետքա կոնկրետ ինչ-որ բաներ աներ։ Եվ այստեղ գալիս է արդեն կոնկրետ են մասնագիտությունները, որոնք հետագայում զարգացել են։ Աստղաբանությունը պարզապես գիտություն, ոնց ասեմ, այսպես գուշակության աղբյուր չէ։ Արի խոսենք աստղաբանության մասին որպես գիտություն։ Ինչ է իրենց ներկայացնում աստղաբանությունը որպես գիտություն, որը ինձ կարող է օգնել, որ ես պարզապես տեքստերը չկարդամ ու հասկանամ, որպես մարդ ես ինչ պետք է դառնամ, այլ ինչով ինքը ինձ կարող է օգնել, որպեսզի ես ավելի հասկանամ հստակ ի վերջո ինչի համար եմ եկել եւ ուր եմ գնում։ Աստղաբանությունը ես քիչ առաջ էլ նշեցի, հիմա էլ կկրկնեմ, դա մարդու եւ տիեզերքի երկխոսությունն է։ Ես դեռևս այն մարդիկ, ովքեր որ կուզեմ նաեւ մենք քանի որ եթերի շրջանակներում հիմա մեր զրույցը շատ աղջիկների խորհուրդ եմ տալիս հիմա էլի ձեր այս հաղորդման շրջանակներում էլ որ կարդան Սատուրնի վերադարձը գիրքը։ Օհո, Սատուրնի։ Ես Սատուրն եմ, չէ՞, Լիլիթ։ Այո։ Եվ գրքի անունը հենց Սատուրնի թագավորություն է կոչվում։ Ռուսերեն կարող եմ ասել Величие Saturn։ Շատ հզոր գիրք է եւ այնտեղ
այն մարդիկ, ովքեր որ դեռևս մնացել են այն քառակուսիների մեջ եւ մտածում են, որ գիտական աստղաբանությունը, որովհետեւ շատ տարբեր ձևով մարդիկ կարող են լուբոյ մասնագիտությունը կիրառել եւ իրանց համարել պրոֆեսիոնալ կամ որևիցե կերպ դա, ասենք, մարդկանց կյանքի վրա ազդի տարբեր ձևով։ Ամեն մարդ ինքն է պատասխանատվություն կրում իր կատարած գործի համար եւ այո, ցավոք սրտի, մենք քանի որ ապրում ենք փոքր երկրում հիմա եւ ինֆորմացիան, երբ որ լճանում է տարբեր տեղից, շուտ է տարածվում, չէ՞, քան մեծ մեգապոլիսի երկրներում։ Եվ այդ գործիքը որպես այդպիսին, եթե նայենք որպես գուշակություն, դա կլինի անարդար շատ եւ այստեղ իրավասություններ չունենք, ասենք գուշակը վատն է։ Դա իր առաքելությունն է։ Քիչ առաջ նշեցի, որ ինչ որ մեկը որ ծնվում լույս աշխարհ է գալիս, որին որ սպանում են կամ չգիտեմ, չի ստացվում ինչ որ բան այդ մարդու ճանապարհը շեղվում է իր իրական ճանապարհից, դրա համար պիտի նաև ծնվի հակառակ կողմը, ով որ բարենպաստ պայմաններ պիտի զարգի։ Եվ այս հոգիները իզուր չի որ ընտրել են հենց իրար, որովհետև այս մարդու հոգում պետք է որ ինքը անցնի այս փորձառության մեջով, որպեսզի աճի, որովհետև մենք միշտ երբ որ գալիս ենք մի կետ ու լճանում ենք այդտեղ, անպայման մեզ պիտի բերի զրոյացման կետ կամ շարժի, որպեսզի շարժվենք առաջ։ Եվ միանշանակ ոչինչ չի կրկնվում եւ սցենարները կարող է մեր կյանքի անընդհատ բերեն նույն կետը եւ ասեն անցիր նորից, դա միայն այն պատճառով, որ մենք չենք անցել, հենց այդ Սատուրնին չենք անցնում, հենց այդ ձեր այդ գերազանցությանը արհամարում ենք։ Եվ աստղաբանությունը ես միշտ հումոր եմ անում այդ տեսքով, հիմա էլ կկրկնվեմ, երևի արդեն բազմիցս ասել եմ, բայց այդպես որ նայես ամեն ինչ գուշակություն է, հա, այսինքն ես քո հետ կհանդիպեմ վաղը ժամը 3-ին, մենք արդեն պայմանավորվել ենք, այսինքն ես գիտեմ, որ վաղը ժամը 3-ին մենք այսինքն այսօր պիտի հանդիպենք, կամ բժիշկը տալիս է դեղեր, ասում է 10 օր խմի, 10 օր հետո լավանալու ես, բժիշկը հաշվում է թիվ, չէ, ինչ որ միլիգրամներ, դեղի ազդեցությունը որը էլի թվերով ու միլիգրամներով են որոշել, ինչ որ էլի թվերի ու միլիգրամների վրա հաշվարկած արդյունքում ստեղծվել է այդ դեղը եւ ամեն ինչը այդ հաշվարկների մեջ է։ Այսինքն եթե վերցնենք, որ մենք գուշակում ենք, ուսուցիչը, որ գնում ենք դպրոց, երեխային ասում է, եթե դու այս ձև շարունակես ոնց որ անցած տարի, սովորում դու էլի քո նկարը կլինի պատին։ Դե տես, արի այսպես ասենք։ Աստղաբանությունը ցույց է տալիս, եթե դու շարունակես քո ուղին այս ուղիով, որովհետև դու շեղվել ես այնտեղ քո կետից, քո երկխոսությունից շեղվել ես, դու դադարել ես լսել քեզ, քո ներսը, քո այն միակ ամենասիրելի մարդուն, որտեվ քանի որ սկսեցինք շատ գեղեցիկ թեմայով հենց, որ իմ համար շատ խոցելի է, շատ եմ վիրավորվում, իրականում առհասարակ ես այնպիսի մարդ եմ, որ շատ քիչ եմ թիրախավորվում հասարակության կողմից, որովհետև ես գիտեմ հստակ ես ինչ եմ ուզում, ով եմ, ինչ եմ անում եւ ոչ մի դեպքում շատ վաղուց իմ վրա դժվար է շատ ազդել, հա, որ ինչ որ մեկը կարծիք գրի, ու ես մտածեմ, որ ինքը գրել է, որ ես վհուկ եմ, ես դարձա վհուկ, որովհետև մենք դիմացինի մեջ վհուկներ ենք, ես էլ եմ վհուկ, դիմացինի մեջ մենք միշտ տեսնում ենք այն, ինչ որ մենք կարող ենք տեսնել։ Այո։ Այսինքն դրա համար ես պատասխանատվություն չեմ նույն վհուկի ուժը այն ուժն է, որից դու վախենում ես, այսինքն անճանաչելի ուժն է։ Այսինքն վհուկից ինչու են վախենում վհուկից, որովհետև գիտեն, որ վհուկը որոշ չափով այնպիսի ուժ ունի, որը իրենց վրա կարող է այնպիսի ազդեցություն, այսինքն ունենա ինքը իր մասին, վհուկը ավելի շատ բան իմանա իր մասին, քան ինքը իր մասին։ Այսինքն չիմացության ուժին անվանում են վհուկություն։ Հիմա նույնը նաև միայն քեզ չեն թիրախավորում, իրականում բոլոր յոգերն էլ են թիրախավորում, այտենց յոգ չկա, որ թիրախավորված չլինի մեր հասարակության կողմից, այդպիսի աստղաբան ես դեռևս չեմ տեսել, որ թիրախավորված չլինի, եւ միակ բանը, որ ինձ խոցում է, Սմետա ջան, խոսքս ուզում եմ ավարտել, այն է, որ
չի խոսում, նեղացնում է, երևի նրա համար, որ այդտեղին եմ, որ ասում է ֆիլմ կա, չէ՞, ասում է ինձ ձեռ չտաս, ասում կասեմ, այդ հիշում ես այդ ֆիլմը, հին ֆիլմը։ Ֆրունզիկ Նամակարսակը, որ պիտի վատ լուրը հայտնի ու այդ դեմքի արտահայտությունը, ասենք ես որ կպնում են իմ հավատքին, իմ այդ կետին որ կպնում են, այդտեղ որ խի, որտեղ այնքան վատ է, որ դառնում են կանայք։ Հետո երբ որ միանում է ոչ թե, այսինքն ոչ թե անջատվում է Լիլիթը, այլ միանում է ներսի այն Լիլիթը, որը որ ունի այս մասնագիտությունը եւ այսքան աշխատել է իր վրա, մտածում եմ, որ մի րոպե ինքը չի կպել ինձ։ Ինքը ըստ երևույթին այն տեսակն է, որ տաճարի բակում բամբասում է, որ տաճարի բակը կեղտոտում է, որ չի էլ կողմնորոշվել, անգամ ինքը չի էլ ճանաչում ինքը ով է։ Լիլիթ, ես քեզ մի լավ դրվագ պատմեմ։ Ուկրաինայում էի եւ այնտեղ գնացել էինք եկեղեցի, իրենց եկեղեցիներից մեկում եւ կանայք, ովքեր իդեպ հենց կանայք, հա, այսինքն երբեմն նաեւ կանայք, որոնք հենց կպետք է կրոնը պահեն կամ այդ օրենքները, այդ բաները պահեն, իրենք ամենայառի պահողներն են, էլի այդպես։ Եվ կանայք բոլորը հետևում էին, որ դու անպայման գլխիդ ինչ որ մի հատ այնց բան գլխաշոր քաշեիր, իրական դեպք եմ ասում, երբ որ ես եմ ականատես եղել։ Եվ այս բոլոր կանայք քեզ կոնկրետ ստիպում էին, երբ որ դու չէիր դնում, իրենք էին քեզ տալիս։ Ու այդպես մի աղջիկ եկավ, շատ կարճ հագած շորտիկով, մտավ ներս եւ որոշեց, որ այս ծոցան չթողեց, որ այս աղջիկը ներս մտնի, պատճառաբանելով, որ ինքը կեղտոտ է եւ իրավունք չունի նման տեղ մտնել եւ քիչ չի համ այդպես ոչ պատշաճ է հագնված, այլ նաեւ գլխին բան է ու ինքը կարծես թե Աստծո կողմից սիրելի չի լինելու եւ այդ պահին Տեր հայրը մոտեցավ ու ասաց գիտեք ամբողջ հենց քրիստոնեության իմաստերն է որ Աստծո առաջ բոլորը հավասար են ու անկախ նրանից եւ Աստծո դռները, տան դռները բոլորի առջև բաց են ամբողջ իմաստերն էր որ մենք չենք կարող քննադատել ով է, ինչ է, եւ եթե այդ պահին դու անկախ նրանից գլխաշորով թե առանց գլխաշորի համապատասխան հագուստով թե ոչ մտնում ես Աստծո տուն, ուրեմն այդ պահին դու Աստծո կարիք ունես, պաշտպանվելու կարիք ունես։ Եվ նույնը մեր 7 վերք եկեղեցում էր, վերջերս մտել է այնտեղ, ինչև այդ աղջկան թողեցին, հա, ոնց որ այսպես այդ կանանցից մեկը մոտեցավ, ոտս ոտքիս էի գցել, իդեպ ոտին գցելու տարբեր պատճառներ կան, այսինքն միայն այնպես չի, որ այսպես հարմար է, այլ նաև կինեզիոլոգիայի տեսանկյունից սա նաև այն դիրքն է, որտեղ ես ինձ լավագույն կերպ եմ զգում, որպեսզի կարողանամ որոշակի ֆունկցիոնալություն ունենալ, այսինքն ուղեղս ավելի լավ աշխատի։ Այսինքն սա պարզապես դիրք չէ, որտեղ ուղղակի գեղեցիկ է կամ կադրի համար հարմար է, հաճելի է, այլ դիրք է, որտեղ ես ինքս ինձ ավելի լավ եմ զգում։ Այսինքն չի կարելի քննադատել ինչ-որ մարդուն, թե ինչ ես ոտը ոտին գցել։ Տակից պատճառ կա։ Հիմա նույնը ամեն մեկիս մոտ պատճառ կա։ Այն որ ես ֆիզիկա եմ ուսումնասիրում, դա դեռ չի նշանակում, որ ես վհուկ եմ, որովհետև ֆիզիկայով ամեն ինչը բացատրվում է, այդ թվում նաև քո աստղերի շարժումները, աստղագիտությունը, ոչ միայն աստղագիտություն է, այլ նաև եթե հենց այդ պահին այսպիսի պայմաններով ես ծնվել եմ, միանշանակ այդ ամեն ինչը իմ վրա ազդելու է։ Որովհետև ազդելու է, թե որտեղ ես դու ծնվել, ծնողների էներգիաները, տատիկ պապիկները, 7-ը ես ռուսերենում այդ семья, որ գրվում է, այո, семья, այդ 7 հատ մարդու մեջ գրում է, ընտանիքի հենց գաղափարը եւ հայերենում չունենք մի քիչ այդ։ Ես ուզում եմ այստեղ մի հատ քեզ բան անեմ, այդ միտքդ հիշիր, որպեսզի պատկերացնենք ինչ է իրենց ներկայացնում հենց հատկապես ընդհանրապես տիեզերքի ստեղծումը։ Եթե գիտենք բոլորս Սթիվեն Հոքինգին, մեծագույն ֆիզիկոս, ով Նյուտոնից հետո առաջինն էր, որ բացահայտեց, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը, սև խոռոչների գաղափարը։ Եվ նա էր, որ բացատրեց, որ ամեն տեսակ մարմին տիեզերական, որ կա
որ գոյություն ունի գրավիտացիա։ Եվ մենք այսօր ծնվել ենք երկրագնդի վրա, ապրում ենք երկրագնդի վրա, մեռնելու ենք երկրագնդի վրա, որովհետև մեր վրա ազդում է երկրագնդի գրավիտացիան։ Եվ մեր վրա ազդում է նաև ամենակարևոր լուսնի գրավիտացիան, չէ՞։ Մակընթացը եւ տեղատվա, այո, ամեն անկախ նրանից դու ծնվել ես քրիստոնյա, թե մուսուլման, թե հուդա, թե բուդդիստ, թե եսիմ, ով, թե աթեիստ։ Այսինքն ամեն մեկից վրա ազդում է, այո։ Գաղափարախոսության այդ շատ բարձր կետ է։ Ես շատ հավատում եմ ամեն դեպքում 24 թվականից հետո 25-26 թվականը իմ մեջ արտնացրել է այն հույսը, որ ոչ թե այդ չնայած ես նաև այդ աղանդավորների հանդեպ ունեմ իմ անձնական վերաբերմունքը, դա իմ անձի վերաբերմունքն է, դա բացարձակ ինչ-որ պրոպագանդայի տեսակ չի, որ ես չեմ ընդունում, ինչ-որ բարձրաձայնելու, այլ ես իմ անձի վերաբերմունքն եմ, որը որ երբ որ պետք է բարձրաձայնում եմ, երբ որտեղ որ պետք է ցույց եմ տալիս, որտեղ մենք մի կապ ունենք, մարդ եւ արարիչ։ Ես չեմ կարող տարբեր արարիչների պաշտել։ Դա որ լեզվով, որ կրոնի համար ուզում է լինել, իրենց ճանապարհով, իրենց գաղափարի, իրենց արմատների ծառի համար ձևավորված ուղի է, որը որ իրենց տվել են իրենց նախնիները, մեզ տվել են մեզ տալիս է մեր կրոնը, մենք պարտավոր ենք դա ամենամեծ արժեքը համարել մեր կյանքում, որ հենց արարիչը ուզել է, որ մենք ծնվենք այս հողի վրա, կրենք այս հողի արմատները եւ սա բացարձակ ես դրա համար եմ ասում շատ են խառնում իրար ոչ մարդիկ են մեղավոր ոչ կարծում եմ մասնագետները որովհետեւ ես հիմա արդեն ինքս ունենալով այդ դպրոցը եւ ուսուցանելով մարդկանց աստղաբանություն աղջիկներին ներածական կուրս է որտեղ որ մարդը պիտի դեռևս սովորի մոլորակներին դեռևս սովորի ինչ որ իր քարտեզը ճանաչել, իր երեխաների, ընկերների ճանաչողական ծրագիր է, որպեսզի ծրագիրը ստեղծվել է նրա համար, որպեսզի մարդիկ վերջապես դուրս գան այն բանի մեջից, որ կարող է սա, եթե անգամ կասկած ունեն կամ գոնե մտածեն, որ միգուցե всё-таки, չէ, կան մարդիկ, ովքեր դա օգտագործում են որպես գուշակություն, դա էլ իրանց մեղքն է, իրանց կյանքն է, բայց միգուցե այս մարդը կամ իր նմանելի մասնագետներ կան դրա մասին չեն, պետք չի բոլորին նույն գծի վրա դնել եւ տեսնել։ Որ հիմա երբ որ ես այդ դաշտում եմ արդեն ինքս ունեմ աշակերտներ, ներածական 10-21 օրվա ծրագրից հետո ինձ աշակերտը գրում է, որ ես կարող եմ հիմա արդեն մարդ ընդունել, հասկանում եք, եւ դա նորմալ է, եւ ինքը ինձ ես իրան բացատրում եմ, որ դու ընդհանրապես գիտես մոլորակների դիրքեր, դու շատերին կարաս զարմացնես, որ քո մոտը տեղա ուրեմն իր դիրքով ինչ որ բան է որոշվում, ուսուս գնաց, եւ հենց այստեղ է դրվում, որ այդ ողջավորվածությունը, որ իրան ինքը թվում է իրան բան գիտի արդեն, հասկանաս։ Նույնն է ինձ մոտ է, երբ որ 21 օր անցնում են մեր դասընթացները Լուիս Յոգա ստուդիայում անցկացվող դասընթացները ուսուցչական, իրենք այդ նույն ձևով հարցնում են։ Մինչդեռ իրականում մասնագետ դառնալու համար կարծում եմ բազմաթիվ մինչև հիմա սովորում եմ իհարկե այդպիսի օր չկա, որ ես շնորհակալ չլինեմ այն մարդկանց, որ գալիս են իմ դասերին, որի շնորհիվ ես ել ավելի մոտենում եմ կյանքի եւ տիեզերքի բացահայտմանը։ Այնքան շնորհակալ եմ, որ ասելու չի, որտեղ ամեն դասին դու սովորում ես թե ինչպես աշխատել մարդկանց հետ։ Նման ոչ մի մարդ չկա, նման ոչ մի քեզ չկա։ Ես էի անցել այդ կրթվելուն, հետո ուսուցչի հետ խոսացա, այս էլ եմ ուզում ես սովորեմ, հետո ուզում եմ սովորեմ այդ մեր ծառը ուսումնասիրել, որպեսզի հասկանանք այդ ինչ էներգիաներ են, որոնք որ ըստ տեսության, հա, նստած մարդիկ շատ խելացի մեզանից դեռ հազարամյակներ առաջ մտածել են դրա մասին, որտեղ մարդիկ ծննդաբերել են, չեն եղել բժշկություն, եղել է շատ ավելի քիչ մահ եւ հիվանդություն, չեն եղել այդ, չգիտեմ, երևույթները, այդ այն ինչ որ կա հիմա, բայց մարդիկ ապրել են
հարյուրավոր տարիներ, չէ։ Իդեպ այդ գաղափարը գիտես, չէ, թակավոր առանց թակավորի ապրելու մարդը շատ ավելի հանգիստ է ապրել, քան թե հենց հիմա, որ մեր ամեն մեկից գլխի մի հատ թակավոր կա։ Իրական մարդը թակավորի կարիք չունի։ Մարդիկ շատ ավելի հանգիստ կապրեն, միակ թակավորը վերևում է։ Հա, այո, հենց դա է գաղափարը։ Իսկ մենք սիրում ենք թակավորներ բերել, ամեն մեկս կարգել մի հատ թակավոր մեր գլխին, չնայած որ ըստ իս այն օրենքները, մարդկային համընդհանուր օրենքները, որ մենք ունենք, բոլոր դեպքերում մեզ օգնում են, որպեսզի քոհաբիտատ լինելը, հա, այսինքն միասին ապրելը, միասին սոցիումում ապրելը, միասին կարողանալ արարելը շատ ավելի հեշտ լինի։ Նույն այդ օրենքները, որ Մովսեսը մեզ բերել է 10 պատվիրանները, նույն կերպ նաև նմանատիպ բաներ կան, նմանատիպ օրենքներ ունենք նաև յոգայում, որոնք թույլ են տալիս, որ մենք, գիտեք, ըստ իս որն է հաջորդ էվոլյուցիան, այլ ավելի բացահայտենք տիեզերքի ստեղծումը, միայն ապահով միջավայրում է հնարավոր արարել, ստեղծել, զարգանալ, բայց երբ անդադար կռիվներ են, անդադար քաշքշուկներ են, գիտես survival mode-ը ոնց են ասում, ապրելու համար իր բաներ են գնում, կամ թեկուզ նույն դու կարող ես այստեղ քո մասնագիտության մեջ էլ ավելի արարել, բայց պետք է դնես պաշտպանվես, որտեվ գիտես մեկը կարող է քեզ տեսնել եւ հեյթերների պատճառով մարդիկ քո վրա հարձակվեն եւ ասեն դու ես որ բոլոր չարիքների չարիքն ես կամ ես եմ բոլոր չարիքների չարիքը։ Իրական այն հեյթի աստիճանը, որ ունենք հենց հիմա մեր հասարակության մեջ, նաեւ այլ տեսակ մասնագիտությունների հանդեպ անչափ մեծ է։ Իրանք բոլորը միշտ կան։ Ես հենց այդ ուզում ասել, որ երբ որ ես էլ սովորեմ, ես էլ կրթվեմ, ես էլ գնամ առաջ, մեկ էլ հայտնվում է ChatGPT։ Ես մի քիչ անտարբեր եմ բաների նկատմամբ։ Ու այդ արհեստական բանականություն։ Երաժշտությունը արհեստական է, երեխաները արհեստական են, սովորում իրաց դասերը են, ինչ որ ավտոմատացված է։ Այսինքն մարդկանց կյանքը հեշտացնում են, որպեսզի կարողանան ճնշելով գիտակցությանը մարդիկ ավելի հեշտ ենթարկվող լինեն։ Չէ՞, ինչի համար է հեշտացած։ Մարդը էլ չի մտածում, մկանա, ինքը չի աշխատում։ Բայց գիտես, որ հիմա ամենահարուստները հնարավորինս ոչ վիրտուալ աշխարհին են գնում, այսինքն միանշանակ այդ աղքատների բանը, շատ արհեստական բանականությունից օգտվել։ Կարող է էլի, երբ որ մի օր հաղորդման հյուր էի, ինձ եմ շատ սիրելի Ամալյաներ, հարցրեց լի փողը ուր է գնում առհասարակ, ու խոսում ենք մաքրությունից, ջրից ենք խոսում, հասարակ, որ ջուրը ունի հիշողություն, մենք խոսում ենք ջրից։ Ես պատասխանում եմ, որ միշտ փողը գնում է մաքուր էներգիայի մոտ։ Անկամ եթե դա քո համար այդպես չի, բայց միանշանակ ինքը ուրեմն փողի համար մաքուր անոթ ունի։ Սա իր տարածքն է մաքուր, տունն է մաքուր։ Տակը, այդ որ դասում ես հետ, ուրեմն երևի 100-ից 98-ը գրում են, որ փողը գնում է ժլահագահների մոտ, փողը կարևոր չի, փողը այնքան վատ բան են գրում ինձ։ Դες այնտեղ վատ բան չեմ ասել, ասել եմ ձեր տարածքը մաքուր պահեք, ուղղակի։ Լիլիթ, իդեպ հիշեցի, մենք միասին մի հատ գեղեցիկ բան էինք, հանդիպում էինք կազմակերպել, ես եւ Լիլիթը, ու տակը գրել էինք պլացենտաների մասին էր, գրված պլացենտայի մասին էինք խոսում, ես իմ տեսանկյունից էի խոսում, նաև իմ տեսանկյունը որն է, ծննդաբերությանը օգնող կնոջ տեսանկյունից, այո։ Ամբողջ մարդու ծառը, այո, ոնց որ թեմաները քանի որ շատ չենք հասցնում մեկը մյուսով տանենք ավարտին, հենց պլացենտան, երբ որ ուսումնասիրում ես իմ տեսանկյունից, այդ ծառն է ամբողջ մարդու։ Այսինքն միակ տեղը, որ մարդը արարվել է, միակ տեղը, որ մարդը ոչինչ չի կորցնում, բացի ձեռք բերելուց, եւ միակ տեղը, որը էլի նույն այդ պորտալարը ինքը ոչ միտեղ չի կորում մինչեւ մեր կյանքի ավարտը, ինքը մնում է մեր հետ, այդ ներարգանդային կյանքն է, այդ ծառն է։ Հիշում ես մեզ ինչ որ։ Այո, ու ամբողջ նպատակը այն էր, որ մենք վերհանեինք մեր հայկական սովորություններից մեկը։ Այն է հողին վերադարձնել այն պլացենտան, որը մեզ կյանք է տվել։ Եվ խոսում ենք դրա մասին։ Ես այդ ժամանակ այո, ինչ ասես թե մեզ չասացին, ինչ կախարդներ ասես թե չհանեցին։
Այո։ Հիմա ինչքան տենց ում լսում ես, այն մարդիկ, որ ես մեկնոք զարմանում եմ, մտածում են, որ ասում են հոգեբանի հետ շփվի, ես չի ասում իմ մոտ արի, ասում եմ հոգեբանի մոտ գնա, ասում եմ ես հոգեկան չեմ, որ գնամ հոգեբանի մոտ։ Հիմա նույն մարդու հետ խոսում ես, ասում եմ, ուզում ես պայմանավորվես, ասում եմ, վաղը ես հոգեբանիս մոտ եմ, կլինի մյուս օրը։ Իսկ հասկանում ես, որ все-таки պրոբուժդենյան տեղի ունենում, այո, այն մարդիկ եւ այդ ճիշտ չի, որ փողը կարևոր չի։ Ամեն ինչը կարևոր է։ Երբ որ մարդը համերաշխ է իր երեխաներին կարողանում է լավ պահել, գոնե պահել այնքան, ինչքան որ ինքը գոնե կուզի, մինիմումն եմ ասում, չեմ ասում ամենամաքսիմում, ինքը գոնե ժլատ չի, գոնե նախանց չի, որովհետև մինիմում մի հատ վատ կայքիստվա այդ մարդու մեջ կպակասի, երբ որ մարդը ունի փող, որովհետև իրականում մեր կյանքում ամենավերջի խոսքը փողինը չէ, միանշանակ, բայց դրանք շատ տարբեր արժեքներ են, տարբեր բաների համար են նախատեսված, նայես, թե մարդը այդ փողի մեջ տեսնում է իր կյանքի գերնպատակը, թե փողը տեսնում է ապրելու միջոց, արարելու, ճամփորդելու, իր երեխաներին կրթություն տալու, իր ընկերներին օգնելու, ինչ որ մեկին էլի օգտակար լինելու կամ շատ դեպքերում փողի հետ կապված լիքը մարդ կա, ասում են լիքը փող եմ ուզում, երբ որ հարցում ես իսկ ինչի համար, ինքը այդպես էլ չգիտի ինչի համար է ինքը այդ փողը ուզում, շատ են լինում, երբ այդ անորոշությունն, աննպատակությունն է, ու այստեղ ըստ իս գալիս է հենց քո մասնագիտության օգնությունը, հոգեբանության իհարկե եւ նաեւ հատկապես աստղաբանության օգնությունը, երբ դու բացատրում ես Ես такая планета ստակի մեջ ես էլի այդ ոնց որ գալիս կանում մեկ ռուսերեն բառեր օգտագործում կներեք կամ մոլորակ Յուպիտեր մեր հաջողության մոլորակն է եւ ինքն էլ քո մոլորակն է չէ ամեն մարդու համար նաեւ այո հատկապես քո մոտ ուժեղը արեմն է Յուպիտերն այո եւ կամարդ որ այդ մոլորակը իր համար ճնշված է եւ այն ինձ հարցնում են այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն աստղաբանության մասին կամ փորձում են ծաղրել, ասում են, իսկ այդ մոլորակը բոլորի համար նույնը չի, то есть քո մոլորակը ուրիշ է, ուրիշինը ուրիշ է։ Չէ, մոլորակը վերևում բոլորի համար նույնն է, բայց երբ որ դու ծնվել ես, քո համար իր դիրքը այլ մոլորակի վրա ոչ մեկի հետ չի համընկնում, որ ինքը նույն ձև լինի, նույն կապ ունենա, նույն ծնողներ ունենա, նույն, այսինքն աստրոնոմических близнецов, որ մտածես, որ ինչ-որ մեկն է կա ապրում է էլի իմ քո նման, դա կարա լինի մի հատ ուրիշ էլի երկիր մոլորակի վրա, որի մասին մենք գաղափար չունենք։ Հա, մեր կատարյալ տեսակ այդպես ասեց, որ մեր կատարյալ ուրիշ նաև մոլորակների գոյության բան, այսինքն եթե այստեղ կա գրավիտացիա, որը կարող է ինչ-որ բակտերիայի հիմք դնել, երբեք անհավանական չէ, որ նմանատիպ այլ գալակտիկաներ կլինեն, որտեղ այսինքն դա նույնիսկ արդեն իսկ տեսականորեն ապացուցված է, հա, որ այդպիսի բան կարող է լինել։ Այն որ մենք չգիտենք դեռ, դա դեռ չի նշանակում, որ չկա։ Այն որ մենք ապրում ենք տեսնում, այո։ Մենք չգիտենք որտեղ ինչ կա եւ քանի տեսակ կատարելագործված կարող ենք լինել մենք։ Այո։ Մարդը դա էներգիա է, հոգի, որտեվ ան էներգիա մարդու հոգին ինչքան ուզում է մարմնում լինի, մարդու կյանքի որակը կիչնի 0։ Մարդուն պետք է էներգիա։ Չէ, եթե դու ունես քո գիտելիքները, ունես շատ աշխատասիրություն, բայց չունես էներգիա, ու այդ էներգիան, այդ ռեսուրսները մի տեղից գնում են, քեզ այնց հոսում է ու դու չես կարողանում վերականգնես։ Առավոտյան, այ հիմա իմ մոտ եկած, երեք վիդեոներ էին ելի նկարում նստած, իմ ընկերներից մեկը ասեց, խնդրում եմ, ով եկավ քո մոտ, ու այդտեղ իմ օգնականներ նաև նստած, ով եկավ քո մոտ, ինքը շատ վատ է այս ընթացքում, ես լավ մարդ չեմ տեսնում։ Խնդրում եմ դրա մասին վիդեո արա։ Խնդրում եմ ես մարդկանց ասա, որ դա նորմալ է, որ հիմա վատ է։ Իդեպ այսօր երեկոյան նորա լուսինը։ Հա, եւ այսօր մութ լուսիններ փաստորեն, հա։ Այսօր տարվա 2026 թվականի առաջին նորա լուսինն է։ Երազանքներ գրելու ինքը երազանք գրելու, բայց գիշերը։ Այո, ուժամի է լինելու։ ես ուրեմն գիշերն է կգրեմ։ Ահա, տարվա առաջին նորա լուսինը շատ սիրուն նորա լուսինը, շատ հզոր նորա լուսինը, որովհետեւ այդ եղջյուր նշանում է լինելու եւ
Այս ընթացքում շատ էներգետիկա չէ, ասենց այդ եղջյուրը ինքը այն ինչ որ տարին խորհրդանշում է եւ տարվա ընթացքում ասում ենք այս ավարտվող շրջանը, եկեք թույլ տանք մեզ ազատվել այն ինչ որ մեզ էլ պետք չի։ Ինքը մինչև վերջ հենց այն էներգիան է համար ինքն է իրան խորհրդանշում համարցակն է եւ ու տենց ինքն իր խոսքին, որ այդ այն ամիսն է դեկտեմբերից մինչև հունվարի 19-ը, մինչև կփոխի ջերհոս, որ մինչև վերջ դա բывать է անում։ Հիմա ասենք բոլորին ցնցում է։ Այս ամբողջ հունվար ամիսը դեռևս մինչև ամսի 18-ն ենք, իմ մոտ եկած իմ հանդիպած, ինձ զանգած, գրած մարդկանց մոտ բոլորին թափ է տալիս։ Այդ նորմալ է, ինձ էլ է թափ տալիս բոլորին, ոչ մեկին չի խնայում։ Այդ մեզ պրոստը պատրաստում է, որտեվ պիտի փետրվարի 17-ին նոր էներգիաների մեջ մտնենք։ Հիմա այս նորալուսնով, այսօրվանով ավելի թեթև կլինենք, այ հիմա ստեղծելու, արարելու, նոր բան սկսելու, համարձակ, ստակ քայլերով առաջ գնալու համար վաղվանից սկսած, այն որ ասում եմ երկու շաբթի կսկսեմ, այս ճիշտ երկու շաբթի է սկսելու։ Այո։ Փաստորեն վաղը երկու շաբթի է, եկեք առավոտյան կամ երեկոյան եկեք յոգայի, ցերեկը կամ երեկոյան կամ առավոտյան գնացեք Լիլիթի մոտ։ Հիասքանչ ժամանակ է։ Այսօր իդեպ ամսի այսօր նկարահանումների տեղի են ունենում ամսի 18-ն է, չէ՞, հունվարի 18-ին։ Այսօր 18-ն է, հա, 18-ն է այսօր։ Ու հենց նորալուսին է։ Ու հենց նորալուսին է։ Այնպես որ այսօր լավ օր է, ուղիղ եթերի համար բավականին հարմար է։ Հարցեր ունենք։ Մեզ գրում են, կասեք ինչպես ճիշտ անցնել 2016 թիվը։ 2026 թիվը, թե 16 թիվը։ Ինչ որ այս 16 թիվի հետ կապված է ինչ թեմա է, որ բոլորը սենց 16 թիվն են հիշել ու ինչ որ մի հատ այս տրենդ է գնում Instagram-ում հատկապես բոլորը մինչև 16 թվի նկարներ են գցում, ես ու դու իդեպ 16 թվին ամենակարևոր տարին էր մեր համար, մայրացել ենք, բայց այն որ ամենաշատը մենք չէ պետքա գցենք, շատ կարևոր տարի է։ Ես կարծում եմ, որ տեսեք, բացվում այս վիդեոները, ինձ զանգում են, ասում են, Լիլ, նայում եմ, ասում են, յոլկաս, ես ինչ օրը հավաքեմ, թե ես ինչ օրը, ես ինչ օրն է։ Այն մեկը ասում է 14-ին, 15-ին, մեկը 15-ին, 25-ին, մեկը 14-ին, 16-ին։ Իհարկե օրեր կան, որոնք բարենպաստ են էներգետիկ առումով, օրինակ վաղը, որ յոլկան հավաքենք, որովհետև արդեն աճող լուսին է, արդեն լավ էներգիայով ենք իրան հավաքում, մեռնող լուսնով չենք հավաքում, լավ էներգիաներ են, եւ կար մինչև վաղը եւս, բայց այնքան տարբեր տեղերից է գալիս այդ ինֆորմացիան եւ այն մարդիկ, ովքեր որ ումի այդ продавать, да, որտեղ չվաճառվող ապրանք չկա, իրան եթե ուզում եք պետք է լավ վաճառող եւ ինչքան շատ է սուտ խոսում, այնքան շատ է ծախում, տենց է։ Ես տենց եմ հասկացել, որովհետեւ ինչքան դու մտածում ես, որ ես իմ գործի տերն եմ, ես գիտեմ ինչ եմ տալիս, տենց պետք է համաշխարհային բրենդ լինես, որ գովազդի կարիք չունենաս։ Ինֆորմացիան շատ են թեքում այս կողմ, ավելի շատ հիմա այս տարի նման է 17 թվին, որտեղ 9 տարվա ցիկլով մեկն ենք մտել, բայց էներգետիկ առումով 16 թվականն է զերկայել նկրկնում, որովհետև եթե 9 տարին մեկ մենք մտնում ենք 1 թվի մեջ, 2016 թվականն էլ է մեր թվի էներգիայով եղել, հետո եկել ենք մինչև 25 թվականին ապրել ենք, հիմա էլի մտել ենք 1։ Այդ դրանով են ասում, որ ինքը կրկնվող է, բայց դա շատ ինդիվիդուալ է, որովհետև անցած տարի ասում էին ավարտվող է, բայց ես քանի որ համ ասցենդենտալ առյուծ եմ, համ արևս առյուծի մեջ, համ ասցենդենտս առյուծի մեջ, համ սկզբում եմ 3, համ վերջում եմ 3։ Ինչ ունեմ 3, ունես 3, ունեմ 3։ Իսկ եթե թվաբանությունով էլ գնանք, այսինքն թվաբանությունը ինչով է թերի առանց աստղաբանության եւ աստղաբանությունը որքանով է թերի առանց թվաբանության, դրա մասն էլ կխոսես, նումերալոգիա է, այսպես ասած։ Հա, բայց ինչ մնում է այդ թերի որպես այդպեսին բան չկա, կիսատ է ուղղակի։ Կիսատ, հա, անավարտ է։ Հա, անավարտ, Աստղաբանությունը առանց թվաբանության անավարտություն չունի։ Քանի որ բոլոր նու կարծում եմ այն աստղաբանները, որոնք որ իրենց մասնագիտությանը վերաբերվում են շատ լուրջ գործիք, ես բազմիցս լսում եմ մասնագետների, որոնք դասավանդում են
Եվ ես հիշում եմ, որ ես իմ ուսուցչին հարցրեցի, ես ուզում եմ դասավանդեմ, ասես դու դրա համար պետք է 9 ամիս սովորես։ Որ ես քեզ թույլ տամ, դու քո գիտելիքները տաս ուրիշ մարդուն, որտեղ ուրիշ բան է, որ դու սովորում ես ու կոնսուլտացիա ես անում, ուրիշ բան է, որ դու այդ գիտելիքը պիտի տաս, այդ բանալիներ կան, որոնք որ ուսուցիչ նախապատրաստել է դպրոց ավարտելուց հետո չես կարող լինես ուսուցիչ, չէ՞, պիտի մի հատ էլ մանկավարժականը սովորես, որ գաս երեխաներին դաս տաս։ Հիմա այդ նույն բանն է, որ ես նայում եմ, որ մարդիկ պրոստը կուրսը վերցնում սովորում են, ու դրանից իրանք ոչ մեկ որ իրանք ուսուցիչ են։ Չէ, բոլոր դեպքերում որոշ ժամանակ կա, պետք է էլի։ Եվ ժամանակապետք, եւ օպիտապետք, եւ փորձառությամբ մեջով պիտի անցնեն իրանք։ Հիմա 2026-ին ինչ սպասենք։ Լավ, հարցին եթե 2026-ին։ Մեր ապա առաջինը իմ համար կարևոր հարց էր ասեմ։ Աստղաբանությունը թվաբանությունից չի կաղում եւ նա սրանից չի կաղում։ Պրոստը աստղաբանը երբ որ խորապես ուսումնասիրում է իր բանալին, նաև մենք ունենք մոլորակների գրադուսներ, մոլորակների գրադուսները էլի թվեր են, հաշվարկներ են, շատ նայում ես երկար sense սխեմայով հաշվարկ է գրված բոլոր մոլորակների կողքին։ Մասնագետը դա կարող է կարդալ։ Եվ հիմա արդեն աստղաբանությունը եկել է այն կետ շատ խորապես ուսումնասիրությունների եւ ինչքան խորանում ես այնքան այդ միշտ սովորվող գործիք է, նա երբեք չի ավարտվում, որ աստղաբանները թվերին են տիրապետում։ Իրենք հասկանում են, թե դու 3 ես, ես 3 եմ, բայց իմ արևը 5 գրադուսի մետակ է, եւ իմ ուսուցիչ լինելու գիտելիքներս տալու ոնց որ գործիքը կսկսի կաղել։ Այս դեպքում ինչի համար, որովհետեւ այն 5-ը, որ ես այնտեղ ունեմ 5 գրադուսը, ինքը ավելի շատ փորձելու է իր գիտելիքները մաքսիմում ծախի։ Այսինքն ես էլի ուսուցիչն եմ, տվողն եմ, դասավանդողն եմ, բայց ես մի արժեքը համակարգ եմ տեսնում։ Հələ մի հատ էլ նայած թե ինչ համաստեղություն է, նայած թե ասցենզենտը որտեղ է, նայած թե այնտեղ լուսնի դիրքը որտեղ է, էմոցիաները որտեղ է դրսևորում, իր ինտելեկտը որտեղ է, արժեքները որտեղ են։ Այս սաղ իրար հետ դառնում է մի հատ կաշա։ Այդ կաշայից այսօր հենց ընկերուս հետ էինք խոսում, ընկերուս պատմում էր, ասում էր ամուսինը առաջին ամուսինը մահացել է, եւ ինչ որ այդպիսի ինչ որ մի հատ մասնագետ, չգիտեմ, տիեզերա գիտության մասնագետ, հա, այսպես ավելի տենց բարձր կետից էր իր անունը։ Պարզա սովորական աստղաբան չէր, էլի, այսպես ասած։ Ասել էր, եթե մի հատ էլ բալիկ ունենայիք, ինչ որ sense, հա, այդ մարդը չէր մեռնի, այ քեզ բան։ Հո տենց մի հատ բալիկ հասկանում ես։ Հա, այսինքն հասկանում ես, ես չեմ կարող, արդեն այս մարդը չեմ կարողանում բուժվեմ այս հիվանդությունից լուրջ։ Իմ մոտ գալիս են ասում են, ես գնացել եմ թվային հոգեբանի մոտ, աստղաբանել չի։ Թվային հոգեբանությունն այդ բառակապակցությունն է, հա, ցիֆրովայ պսիխոլոգիա, որը որ ինքը իր մեջ ունի այդ հոգեբան բառը, որ լսում են մարդիկ, մտածում են, մարդը հոգեբանությամբ է, հոգեբան է ինքը։ Հոգեբան լինելու համար լրիվ ուրիշ տեղ են սովորում։ Ու հոգեբանությունը լուրջ թվային հոգեբանությունը ինքը այդ թվերի վերլուծությունն է շատ խորը, էլի առանձին հիմքերով դրված, այո, աշխարհը, որը որ վերծված է նույն աստղաբանությունից։ Վեդայական։ Այո, վեդայական։ Այո, եւ եկել ասում են թվային հոգեբանը ասել է, որ դու ամուսնանաս, ամուսինդ կմահանա։ Դու զաքսով, փաստաթղթով քեզ ոբշե արգելված ամուսնանաս։ Ասում եմ, ես քեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դա ոչ ոք քեզ չի կարող ասել։ Հետո աստղաբանը կամ չգիտեմ ինչ մասնագետը կարան քեզ ասեն, որ դու ունես հավանականություն քո մոլորակային դիրքերով, քանի որ համառ ես, էգոցենտրիկ ես, իշխող ես, կամ հակառակը ժերտվա ես, որտեղ երկու դեպքում էլ մեկը բրիզգա անելու, ունես расположен ես քո մոտ, սկլոն ես քո բնավորության, քո դիրքերի, քո վեկտորների մեջ, որ դու կարաս ունենաս բաժանություն։ Եթե կողքը գնում է, մենք ունենք դու ազատ ես քո ընտրության մեջ, բայց եթե դու գնաս SS վեկտորով, իսկ եթե դու գնացիր քո ուղիով, դա կլինի քո զադաչան, որ դու լուծելուց հետո կանցնես առաջ, խնդիրդ կլուծես, կանցնես առաջ։
Հաջորդիվ, եթե դու ուրիշ մարդու էլ բերես քո կյանք եւ այս մարդու հետ ավելի քեզ թվա երջանիկ ես ապրում եւ դա այդպես էլ լինի, դա Աստված մի հատ ուրիշ սցենարով է բերելու այդ պատմությունը քո կյանք։ Ուրիշ կերպ է ակտիվացնելու այն խնդիրը, որի մեջով չես անցել։ Այսինքն ոչ մի մասնագետ, որ մասնագետը կարա տեսնի, որ այս մարդու մոտ есть расположенность, որ ինքը կարա երեխա ունենա։ Այն դեպքում, երբ որ իրան ասել են, որ չես կարող։ Եվ կան ցիկլներ, էլի մաթեմատիկական հաշվարկով, որ ինքը տեսնում է, օրինակ, Վեներան ու Մարսը հունվարի 6-ին ունեն շատ յուրահատուկ դիրք, որը շատ ռետկ է լինում, որ երկրից կարող է տեսնել երկրի մոլորակից։ Հիմա մեր հաջողության մոլորակը խեցգետի նշանում է եւ այնտեղ կմնա մինչեւ հուլիս ամիս։ Այսինքն հետո դիրքը փոխելու է, չէ՞։ Հիմա ինքը դիրքը փոխելու է, այդ դիրքը փոխելու ժամանակ, երբ որ մասնագետը գիտի արդեն, որ հաշվարկներ է ինքը անում, որ այս Յուպիտերը ստեղ մնալու է այսքան ժամանակ, որովհետև ինքը այսքան ժամ հետո, այսքան ամիս հետո դիրք է փոխում, լուսինը այսքան ժամ հետո դիրք է փոխում, դա մաթեմատիկական հաշվարկ են անում, մոմերի լույսերի տակ եւ ջրերի մեջ ոչ մի բան չեն գտնում։ Մաթեմատիկական հաշվարկը, որը որ հիմա ծրագրերը եթե թույլ են տալիս մարդուն առանց ներկայության լինել մի հատ ֆիլմում, բայց ինքը այնտեղ չի, բայց իր մասին ֆիլմ են նկարում։ Նաև թույլ է տալիս ծրագրեր, կասմոգրամաներ են սարքում, որով որ մենք կարողանում ենք արդեն ծրագրի միջոցով հաշվարկել, թե օրինակ այս ժամանակաշրջանում այդ Վեներան երբ կգա այն դիրք, այս մարդու համար, որ իր մոտ расположенность, այսինքն դիրքը նույնպես այս մարդը երեխա կարա ունենա, կամ իր մոտ հիմա այն դիրքերն են կոնկրետ, որ ոչ բարենպաստաթվերի եւ էներգիաների առումով, որ ինքը նոր գործ սկսի, իր մոտ պետքա այդ մոլորակը դուրս գա խեցգետնից, որտեվ իր համար լավ էներգիա չի ապահովում այնտեղ։ Եվ այսպես ոչ մեկը կրկնվող չեն։ Լիլիթ, իսկ քո մոտ ոնց անենք, արի այսպես ասենք, որ աստղաբանությունը չդառնա կաստիլ, հա, այսինքն պատկերացրիր բան, հենակ, այսինքն ամեն մի հարցի համար, հա։ Ես չեմ սերտիֆիկացնում, մինչև իմ գիտելիքները ինձ հետ չեն տալիս, իմ համար շատ կարևոր է, որ ասեն, որ ես Լիլիթի մոտ եմ սովորել։ Ինչի համար, որտեվ ես մինչև հիմա սովորում եմ, որովհետև շատ ծանր կարմա է, երբ որ դու քո գիտելիքներին չես տիրապետում ու փորձում ես ինչ-որ մեկին ապրել սովորացնել։ Շատ մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր մարդուն խորհուրդ տալ։ Մեծ պատասխանատվություն է, որովհետև դու իրան խանգարում ես ինքը իր կարման անցնի, իսկ մասնագետը ոչ թե ոգևորելու համար, որ «Ոայ, ինչ թույն դեմ քեզ, դու ինձ ճիշտ ասեցիր, վсё, դու ես որ կաս», հա, այդ դրա մասին չի։ Մասնագետը տեղեր կա, պետք է լռի, տեսնի դա եւ լռի, որպեսզի դիմացինին թույլ տա ինքը անցնի դրա մեջով, որովհետեւ գիտակցի, որ եթե ես այս մարդուն խանգարում եմ, ես փորձում եմ խառնվել իր կարմային, այ գնա դու սա արա, ինչպես բացել քո բանալին, քո թվերը, քո տան էներգիան մաքրել, ժողովուրդ մեկ-մեկ մեր տան էներգիան ավելի մաքուր է, քան դրսին է։ Այո։ Մեզ պետք չի տնա տան էներգիան մաքրել։ Միանշանակ։ Եվ մարդը, ով որ տիրապետում է գործիքին, մինիմում, ինքը հասկանում է, որ մի րոպե, եթե նոյեմբեր ամիսն է, վերևում կամ հոկտեմբեր ամիսն է, խավարման միջանց կա, խավարման միջանցքին չի կարելի տան էներգիա մաքրել, բայց մասնագետները, ասենք ես նայում եմ, փաստացի, չգիտեմ, տարոլոգը, ես խորին հարգանք ունեմ բոլորի նկատմամբ, որտեղ մարդիկ ոչ մեկին քննադատողը ես չեմ, ամեն մարդ ինքնավորոշում ինքը ոնց ապրի, ես նայում եմ, խոսում են տարվա էներգիայից, ինգեր, դու ինչ կապ ունես դրա հետ, հասկանում ես, դուք մետաֆիզիկի կարտեր են շատ խորը վերց, ու նաև ունեմ իմ մեջում մի աղջիկ, Անահիտ անունը, ուզեմ իր անունը տամ, այս աղջիկը իր գործիքի տերն է, իրան կյանքում չես տեսնի ավելնար փոստեր անելուց, իրան ցուցադրելուց, չեմ տեսնի, ես իրան կյանքում մի անգամ եմ տեսել, չեմ էլ ճանաչում ֆիզիկապես, բայց ես էջից արդեն հասկանում եմ, որ այս մարդը վարքագծից իր սոցիալական տիրապետում է իր գործիքին, ինքը չի ուզում թվացյալ զապրոսներ առաջացնի, հասկանում ես, դու լավ գիտես, որ ես այն մարդկանց շարքին եմ պատկանում, ինձ ծեծում են, որ ես իմ օձիվները հրապարակեմ, որ ինձ լավ բաներ են գրում, իմ թիմը իմ հետ կռիվ անում, որ ես դրանք հրապարակեմ։ Ոչ թե նրա համար, որ ես ասում եմ, ես լավն եմ, ոչ, ես լիքը սովորելու տեղ ունեմ ու շատ աճելու դեռ,
բայց ես խնդրում եմ, հորդորում եմ, շատ եմ խնդրում մարդկանց, որ մի քանի տեղերով եւ շատ խորապես ուսումնասիրեն են մարդկանց ու մոտ որ գնում են եւ թույլ են տալիս մտնել իրենց մարմնին, իրենց էներգիային, իրենց հոգուն, իրենց ակտիվներին, իրենց հենց այդ քարտեզը, որը որ կարդում են, նույն այդ թվերը, որ դնում են ու քո մատրիցան հաշվում են, ինք իրանով էներգետիկ պոլյա է, եթե այդ հաշվարկող մարդը վրիպեց քեզ, այսինքն սխալ հաշվեց կամ լիարժեք չտիրապետեց այդ գործիքին քեզ տալուց, մի հատ չեմ խոսում այդ գլոբալն են լուրջ, կարա ամենա ճկուն ամենաուժեղ քիրուրգի ձեռքի տակ մարդ մահանա, դրա մասին չի խոսքս, այլ համատարած մենք դրա մեջ ենք, որ մարդիկ ուղղակի գիտակցությունը միացնեն մինչև կգնան սովորելու, կգնան բազային գիտելիքներ ունեցող մարդիկ դաս են տալիս, աստղաբանություն են սովորացնում, գալիս են իմ մոտ, ասում են ես աստղաբանություն եմ սովորել, հարց եմ տալիս մի քանի ամենահասարակ հարցը, որ դու էլ գիտես, ինքը չգիտի, ես ասում եմ վլավ, քեզ ինչ է սովորացրել այդ կինը, ստեղից Ամերիկայից, երեխան Ամերիկայից է եկել, ասում չգիտեմ, ասում եմ բա ինչ էիք անում, ասում եմ լեկցիա ենք գրում, ու դու հասկանում ես, որ համատարած դրա շնորհիվ է, որ ես գուշակի տակ մսաղացով աղվում եմ։ Այո, այստեղ նաև ես կարող եմ ասել, մեր բոլորի թերությունն է, ես ինքս իմ վրա եմ վերցնում որպես մասնագետ, իրականում ոնց որ դու էլ ես այդ նախադասությունը ասում, մենք գուշակ մանուշակներ չենք եւ ամբողջ նպատակը դա չի, այս ընդհանրապես այս ամեն ինչում, բայց գիտեք, մարդը բավականին մեծ ու երկար ճանապարհ է անցել էվոլյուցիոն, որ հասել է այս կետին եւ չպետք է լինենք այդքան հիմար ու այդքան պրիմիտիվ, որ մտածենք, որ հեսա ինչ որ մեկը մեր փոխարեն հարցեր է որոշելու եւ գաղափարային լուծումները մեզ տալու, լինի դա աստղաբանը, թե մարդու յուրաքանչյուր վերլուծություն կասկած, վերլուծություն է, որ կարող է, չէ, մտածում ենք, գուշակում ենք, չէ, ասենք ամեն ինչ եթե վերցնենք գուշակության տակ է, որովհետև ամեն ինչի մեջ մարդը մտածում այ գնամ ստեղ ես գործը անեմ, որ սա հենց հետո լինի սա, վերջում ինձ տանես բաժակը, ինքը գուշակում է արդեն բաժակին, գուշակում է, հիմա ես նայում եմ մոլորակը շարժվում է, ես հասկանում եմ, որ այս մոլորակը որ շարժվեց, ենթադրվում է, ենթադրվում է, այս քո կողմնակցությունն է, այո, հարաբերականորեն, որ այս ամսին այս մոլորակը լինելու է այս դիրքում, իսկ քո համար այս դիրքում լինելը կամ բարենպաստ է կամ բարենպաստ չի։ Հիմա նույնիսկ մեր շրջագիծը, հա, այդ պի տառը, հա, որ պի 3.14, իրական 3.14 չի, այլ դրանից հետո բազմաթիվ նշաններ կան եւ մաթեմատիկայում, երբ որ մի հատ նշանը նոր բացահայտում ենք, ահագին ուրախանում ենք։ Սիրելիներս, չկա այդպիսի բան, որը ենթարկվում է գուշակության։ Ընդհանրապես ոչինչ չի ենթարկվում գուշակության։ Մենք կարող ենք ենթադրել, հաշվարկել։ Գուշակությունը ըստ ես կարծում եմ, ես եղել եմ գուշակի մոտ, ճիշտ ասած։ Առաջ կամա չէ այդ մասին խոսել, բայց իմ կյանքում այն ժամանակաշրջանը, որտեղ որ ուզում ես հարցերի պատասխաններ գտնես, որտեղ մտածում ես, որ լավ, ես այս մարդկանց կարողանում եմ գիտակցաբար օգնել, ինչու եմ ես իմ կյանքում դարձել ձախորդ փանոսը, ինչու է իմ մոտ էմոցիան այնքան ուժեղ, որ գիտակցությունս կոնկրետ եմ, որ գնդակի նման կաչա այդ, ոչ մի կետում չի, ու այդ ընթացքում ինձ թվում է էմոցիոնալ լուբոյ թույլ մարդ, ու ես բացառապես էլի մարդ եմ երևի, թե եւ կարա լինեի թույլ, ինչ որ մի տեղերից պատասխան ա ուզում փնտրել, ես գնացել եմ նման մարդու մոտ, դաժե մարդու չէ, մարդկանց, որտեղ ունեի հարցեր, չունեի պատասխաններ, եւ այդ պատասխանների մեջ ես անընդհատ ստացել եմ դու կգնաս այսպես կլինի, ու հետո ես հիշում եմ, որ գալիս էի բան եկեղեցի այն բանի Թումանյանի հետ զորավոր այդ բանին Տեր հորը ասում էի Մարիասը փոքր է, ասում է ինձ աղոթի, որ գնամ տուն, ասում էր Լիլիթ ջան, այդտեղ գնալու փոխարեն միանգամից արի, ես քեզ աղոթեմ գնա տուն, գնում ես, փողերը տալիս ես, ասում է, հետո դուրս ես գալիս, վախեցած գալիս ես, ասում ինձ աղոթի, որ ես այդ մարդու մոտից եմ դուրս եկել, որ գնամ տուն, երեխուս գրկեմ, հանգարց այդ կնոջ տնից հետս մի հատ չգիտեմ ինչ բռնած վերցրած չլնեմ։ Ասում եթե դու գիտակցում ես, որ դու կարող ես այդ տեղում այնքան նեգատիվ ու վատ բան կա, մի բան վերցրած լինես։
Ինչ ես գնացել։ Մի անգամից արի մեր մոտ։ Այդ փողերդ մի տար։ Շատ տարօրինակ է, հա, իրականում մենք շատերս հենց դրան էլ տրվում ենք կամ ինչ որ նշաններ են բանանում, այդ ամենը իրականում ինձ թվում է ուղղակի ֆիկցիա է։ Ես չգիտեմ դու ոնց ես ենթադրում այդ ամենը։ Չէ, պրոստես որ գուշակին տեսել եմ, հա, էլի եմ ասում, կան մեջները շատ հոգևոր մարդիկ, միգուցե մենք ապրել ենք այդ ժամանակաշրջանները հազարամյակներ առաջ, անգամ Քրիստոսի ծնունդից հետո եւ առաջ էլ կային մոգեր, որոնք որ հենց գնացին Քրիստոսին։ Երբեք չեն Իրանք կորում։ միշտ կան եւ իրանք շատ ուժեղ ինտուիցիայով մարդիկ են, այս ոնց որ հումոր, բայց կան մարդիկ, որոնք իրականում շատ հզոր էներգիայով են ծնված։ Այդ իրանց ճանապարհն է, իրանց ուղին է։ Ուղղակի ես տեսել եմ իրանք ոնց են ամեն ինչ տեսնում եւ ասում սա այսպես կլինի կամ եղել է։ Եվ գիտեմ ես ինչով եմ զբաղված։ Դրա համար նույն ժարի վրա դնել եւ մտածել, որ դա նույն բաներն են եւ այն ինչի մեջ որ դու խոսում ես թվից էներգիայից, մոլորակից հոգուց։ Թիվ էներգիա, մոլորակ, հոգի։ Այդտեղ մի հատ մենք դրա մեջ ապրում ենք։ Տես ես էլ դու էլ նստած ենք։ Մենք նույն համային ռեցեպտորներ ունենք, միգուցե ինքը ավելի ուրիշ բան ասիրում, քոնը ուրիշ, որովհետև դու խոես ես առյուծը։ Բայց կարողա դու ուրիշ մամա-պապայից ես դուրս եկի, ես ուրիշ եւ ես Երևանում ուրիշ հատվածում եմ ապրում, դու մի քիչ ուրիշ հատվածում ես ապրում։ Դու հույսում ես, այո, շատ բաներ կան, որ մեր վրա ազդում են։ Բարեխոյերը երբեն դուրս գալու Չորնայա պալասայից։ Անհատական է, Չորնայա պալասա, էդի դուք եք ընտրել, ձեր շեղվել եք, այդ նոր դրանից ենք խոսում, որ այդ գծից երբ որ շեղվում ես, մտածում ես, որ դա սև գիծ է, բայց իրականում սև գիծը ամենավերելքային գծերն են մեր կյանքում, որտեղ մարդը միայն դրա շնորհիվ է աճում։ Եթե սև գծի առանց սև ստեղնաշարի սպիտակով երաժշտություն միայն չէր նվագվելու։ Եթե դուք զգում եք, որ այդ սևն է, ուրեմն այդ սևի մեջ փորձեք հասկանալ ինչ է ուզում տիեզերքը ձեզ սովորացնի, բայց ամեն դեպքում մենակ տարեթիվը հաշվի առնելով անցած տարի 30 տարեկանն է եղել, զրոյացրել է այս երևույթին, այս տարի ավելի բարենպաստ կլինի։ Եվ ես էլ կարող եմ մի բան ավելացնել։ Որպես խոյ։ Հա, որպես խոյ, հա, որպես մեկը, որը նմանատիպ բաներում մի քիչ այլ ձևով է մոտենում, պատասխանատվությունը ձեր կյանքի վերցեք ձեր ձեռքը, որքան էլ բարդ լինի, բայց հենց այդ պահին, երբ որոշեք ձեր կյանքի որոշումների պատասխանատվությունը եւ ամբողջ հետևանքները ձեր վրա վերցնել, բոլոր ձեր հարցերը կլուծվեն։ Ոչ ոք, ոչ էլ աստղերը մեղավոր չեն ձեր սև գծերի համար։ Փորձեք ձեր սև գծերը։ Ինքն է մեղավոր չէ, իրան պետք է։ Դու էլ մեղավոր չեք, դուք էլ ձեր մեղավորությունը չունեք, այլ պարզապես եղեք ավելի գիտակից եւ հասկացեք, եթե ես այս քայլը արել եմ, ինչ որ բաներից ելնելով, այս ամենը ինձ համար պետք է եղել, որպեսզի ես ապրեմ։ Եվ եւս մեկ հարց էլ տվեք ու կարծում եմ այլևս էլ հարցեր չեն լինի, ընտրեք բոլոր հարցերից։ Մեկի մոտ կրիզիսային փուլ է, չի հասկանում ինչ է պետք իրեն իրականում, ուր է գնում եւ ինչի համար է գնում։ Այն օր քիչ առաջ հետ էի բացատրում, որ հենց աստղաբանությունը նրա մասն է, որպեսզի այդ կողմնակցիչը ճանաչես, ուր ես գնում, ինչի համար եւ ինչ է քեզ պետք, որպեսզի մոլորվելուց իմանաս, որ ոնց է, չէ, նավիգատորը բերում, դնում նույն կետին, գնում առաջ։ Այս դեպքում ես կարծում եմ նախ պետք է սկսել այն կետից, որ նման մարդ երբ որ չգիտի ինքը ինչ է ուզում, իր արժե համակարգը, то есть самоценность, ոչ թե հենց այդ արժե համակարգի նկատի ունենք ինչով որ շրջապատված, այլ իր վերաբերմունքը իր անձի նկատմամբ բավականին թույլ վիբրացիաների տակ են։ Միգուցե ցիկլային ինչ-որ կետ է, միգուցե պետք է աշխատանքը փոխել, որտեղ շատ հաճախ այդ չկողմնորոշված խառը կետերը առաջացնում են հենց անհամերաշտ մեր աշխատանքը, երբ որ դու գնում ես աշխատանքի եւ քո աշխատանքը չես սիրում, դու արդեն ուրախ չես, անգամ այդ գումարը քեզ եկա չես վայելում, այդ գումարով անընդհատ ոնց գալիս անես զգում ես, որ զորացա, ոչ մի բան չես արարում, չես ստեղծում, պետք է այստեղ հասկանալ, որ այն կետը, որը որ պետք է այդ մարդուն, որտեղ է դրված իր համար, որ կետն է ամենա ակտիվը, որ էներգիան է իր համար ավելի լավ աշխատելու, համերաշխ աշխատելու, իսկ դա այսպես վերլուծելով բարդ է հասկանալ, պետք է ամբողջ ոնց որ քարտեզը բարձրացնել։
Շատ լավ, եւ բոլոր դեպքերում ամեն ինչը անհատականացված է, որովհետեւ աստղաբանությունը հատկապես որքան է լինի մոտավոր հաշվարկներով գիտություն, բայց այն ձգտում է դեպի ճշգրտությունը եւ ճշգրտության տեսանկյունից սիրելիներս ընդհանուր գաղափարները եթե մի կողմ դնենք, աստղաբանին ավելի հնարավորինս ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար հարկավոր են ձեր ծննդյան թիվը, երբեմն նաև են մարդկանց ծննդյան թվերը, ժամերը, որոնց հետ դուք ապրում եք, որոնք ամենաշատն են ձեր վրա ազդեցություն գործում եւ այլն եւ այլն։ Բոլոր նմանատիպ հարցերի համար, բոլոր նմանատիպ խնդիրների համար միանշանակ շատ կարեւոր է բանիմաց եւ հասկացող հոգեբանությանը մոտ իհարկե նաև աստղաբանի դիմել եւ ինձ համար գոնե նմանատիպ հատկանիշներ ունի մեր այսօրվա հյուրը, Լույս Քաստի այսօրվա հյուրը եւ հիշեք Այդ ինձ էր գովում։ Այո, քեզ էի գովում։ Եվ նույնիսկ որքան էլ որ տարօրինակ լինի, բայց նույնիսկ տիեզերքի բացահայտման մեջ մենք դեռևս չենք հասկանում ինչից ելնելով այդ ցանկությունը եղավ, այդ սպոնտաներ ի վերջո այդ ցանկությունը Աստծո ստեղծելու ըստ տիեզերքը, թե կանխամտածված։ Այդ հարցը դեռևս կա բոլորի մոտ, բոլոր եւ փիլիսոփաների, եւ աստղաբանների, եւ կրոնագետների, բոլորի մոտ։ Շատ հեշտ է, երբ ասում ես, այսպես է ու վերջ։ Շատ հեշտ է գցել մի բանը, մի մեղքը, նույնիսկ Աստծո վրա, հա, կամ սատանայի վրա, կամ ասել, այ հեսա ես կվերցնեմ եւ բոլոր այս հարցերի լուծում կտամ։ Բայց նույնիսկ մենք աստղաբանները կամ յոգերը կամ բոլոր մնացած այլ մասնագետները հասկանում ենք, որ կան լիքը փոփոխականներ, որոնք մենք այս պահին չենք կարող տեսնել, որովհետև ինչպես դու ասացիր, մի մարդու հետևում կանգնած է ինչ 7 Այո, 7 yes, 7 yeah. Այո։ Եվ ինչ խորհուրդ կտաս որպես վերջաբան։ Քանի որ հաշվի առնելով դա։ Այսօր նորալուսին է, այսօր արդեն էլ ազատվելու մասին չի, բաց թողնելու մասին չի, այսօր արարելու, սկսելու համառության մասին է։ Բայց փետրվարի 17-ին է գալու մեր տարվա գլխավոր էներգիան եւ այս տարին շատ է սիրում համարձակ մարդկանց։ Բոլոր եթերներում ասել եմ ձեր մոտ էլ ասել։ Վախերը չեն օգտագործում, որովհետեւ մեր երկրում շատ են մարդիկ, ովքեր գեներացրել են այդ վախի էներգիան, էմոցիան որպես իրենց կյանքի գերիշխող մի մաս եւ վախենում են սեփական կարծիքից, խոսքից, սեփական դեմքից, արտաքինից, անհամերաշխ է նրա հետ ինչ որ արարիչը տվել է։ Այս տարի ավելի բնականի տարին է, որտեղ ձին ազնվազարմություն ունի եւ տարվա էներգիան է այդպեսին է։ Այս տարի ավելի շատ մեր ներսի այն արագության վրա է պետք դնել ակցենտը եւ ամենակարևորը պիտի մենք միշտ ընտրենք մեզ։ Ես դեռևս երևի 20 տարի է, 20 մի քիչ շատ ասի, 15 տարից ավել որ հաստատ իմ կարգախոսը բոլոր իմ գրառումների, ինտերվյուների բոլոր տեղերում մի բան է, թե ուզում ես փոխես աշխարհը, սկսի քեզանից։ Այո։ Եթե մենք ընտրում ենք մեզ, ամեն ինչ տանում է նրան, որ այդ պոեզի վագոնը ճիշտ է իր շարքը վերցնում եւ գալիս է մեր հետևից։ Եթե առաջի վագոնին տանես մեջտեղը խառնես, դառնալու է կաշա ու այդ պոեզի տեղից չշարժվի, որովհետեւ գլխավոր հերոսը, գլխավոր առաջատարը, որ իրան պիտի ընտրեր, կորել է ինչ որ այդ վագոնների միջև։ Ընտրել մեզ, ընտրել մեր ներքին խաղաղությունը։ Մարդը, երբ որ ներսից առողջ է, այդ ամենակարևոր բանն է, դա հագուստը չի, ֆիզիկապես ֆինանսները չեն, բարեկամները, ընկերները չեն։ Մարդուն երջանիկ լինելու համար մարդ պետք չի։ Պետք է էներգիա, հոգի, մարմին, շունչ, տիեզերք եւ գիտակցվածություն այդ ամենի, որ դու ունես այդ ամենը։ Շունչը լսել, գիտես, շատ կարևոր է, ես գիտեմ, որ դա քո համար էլ է շատ կարևոր,
ու ես մեկ-մեկ քո դասերին որ լսում եի որ շունչ, այդ շունչ բառը ոնց որ քանի որ իմ մասնագիտությունն դու շնչում ես բոլոր դեպքերում։ Իմ մասնագիտությունը մարդիկ մոռանում են դրա մասին։ Ես մեկ-մեկ որ մարդը սկսում է մտածել, որ իր կյանքում ամեն ինչ վատ է, ասում եմ շնչի ու շունչդ լսի։ Բայց դու կաս, դու ապրում ես, դու դրա մեջ ես, այդ վատ է, բայց դու ապրում ես, դրա մեջ էլ կարաս դու ապրես, դու կարաս շատ լավ իրավիճակում էլ ապրես։ Բայց քեզ ոչ մի բան չի եղել, որտեղ դու շունչդ եթե լսես, կհասկանաս, որ դու կաս եւ դու կարող ես այս իրավիճակը շտկել, քանի դեռ դու կաս։ Եթե դու արթնացել ես կաս, շունչը կա, ուրեմն իրավիճակը լուծվող է։ Այո։ Ես երբ որ դու չլինես, իրավիճակը կլուծվի ինքն իրեն։ Միանշանակ։ Եվ ես էլ ավարտին հասցնեմ աստղաբանությունը, ամեն ինչը, ընդհանրապես կյանքում ինչ որ մարդը հնարել է, բոլոր գործիքները, նույնիսկ մաթեմատիկան, ֆիզիկան, եթե գնան գուշակությունից, նույնիսկ մաթեմատիկան արդեն 2000 տարի առաջ թվաբանությունով, հաշվարկներով գուշակել է, թե ինչ է սպասվելու, սակայն ֆիզիկները դեռևս չեն հասցնում մաթեմատիկներին իրենց հետևից ապացուցել այն ինչ որ մաթեմատիկները արդեն վաղուց, արդեն դեպի 2000 տարի ավելի առաջ պրոգրեսիվ հաշվարկներ կատարել, բայց այդ ամենը մի կողմ դնելով, այդ ամենը հաշվի առնելով, միշտ հիշեք, որ ի վերջո այն նույն ազատ կամքը կամ այդ ազատ ընտրելու ունակությունը, free will-ը կամ ազատ ցանկությունը ապրելու, լինելու, դա ձեր ձեռքերում է, եւ անկախ նրանից, ինչ կասենք մենք մասնագետներս, այդ կյանքի պատասխանատվությունն, այդ կյանքի պահը ձեր ձեռքերում է եւ ինչ էլ որ անես այս պահին, ինչ ընտրություն էլ կատարես, իմացիր դա ամենաճիշտ ընտրությունն է։ Դա կտանի քեզ դեպի վեր թե դեպի վար, դա եւս հարաբերական է։ Վստահ եղիր, որ կատարած ընտրությունը ամենաճիշտն էր եւ միանշանակ հետևիր բոլոր այն մասնագետներին, որոնք քեզ կտան այն բոլոր հուշումները եւ օգնությունը, որոնք քեզ ել ավելի կմոտեցնեն քո սեփական եսի ճանաչմանը եւ ինքնաճանաչմանը։ Շնորհակալություն քեզ Լիլիթ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաեւ քո, նաեւ այն դպրոցի եւ այն ջանքի համար, որ դու դնում ես եւ ձգտում ես ավելի լավ ու ավելի պրոդուկտիվ մասնագետներ բերել մեր դաշտ, մեր հասարակություն եւ հենց կոնկրետ հայ հասարակությանը աստղաբանություն կրթելուն։ Շատ շնորհակալություն, շնորհակալություն նաեւ մեր ունկնդիրներին, ակադիմներին, Ինչի համար շնորհակալ եմ, որ հենց հենց 2016 թվականին, այո, 16 թվից մենք իրար ճանաչում ենք եւ դա եւս պետք է նկարենք, դույ պոսլեն։ Այո